Իշխանական կուլիսներում քննարկվում է հարցը, թե ում գործուղել սահմանադրական դատարան Վահե Գրիգորյանի փոխարեն։ Վերջին ամիսներին մի շարք թեկնածուների անուններ են շրջանառվել, սակայն կարծես թե վերադարձել են ամենաառաջին թեկնածուին՝ Հանրապետություն կուսակցության անդամ Արտակ Զեյնալյանին, որն իր հարցազրույցներում չի հերքել, որ իրեն տեսնում է ՍԴ-ում։ ՍԴ դատավորի թեկնածու ներկայացնելու իրավասու սուբյեկտներից այժմ հերթը ՀՀ նախագահինն է, սակայն պարզ է, որ Փաշինյանն է որոշելու ում գործուղել։ Հիշեցնենք, որ թեկնածու է դիտարկվում նաև դատավոր Կարապետ Բադալյանը, Վահե Գրիգորյանի մոտ ընկերը, որի հետ ժամանակին համատեղ փաստաբանություն էր անում եւ որը դատավոր է նշանակվել 2018-ից հետո։ Նա Արսեն Խարատյանի քրոջ ամուսինն է եւ հակակոռուպցիոն դատարանում նրան է մանկագրվում նախկին իշխանությունների դեմ գույքի բռնագանձման գործերի մեծ մասը։ Չնայած կանխակալ մոտեցում ունի նախկինների նկատմամբ եւ բազմաթիվ հարցազրույցներ է տվել նրանց դեմ։ Հիշեցնենք, ՍԴ դատավոր կարող է ընտրվել 40 տարին լրացած միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող բարձր մասնագիտական բարոյական որակներով եւ մասնագիտական աշխատանքի առնվազն 15 տարվա փորձառությամբ իրավաբանը։ Ուղիղ մեկ ամիս առաջ գրել էինք, որ շուտով պաշտոնին հրաժեշտ կտա Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանը, որը 2019 թվականի սեպտեմբերին էր նշանակվել այդ պաշտոնին առողջապահության այն ժամանակվա նախարար Արսեն Թորոսյանի հրամանով։ Նա ապրիլի 4-ին ազատվեց պաշտոնից իր դիմումի համաձայն։ Բացի հիվանդանոցի տնօրեն լինելուց, Մանուկյանը նաև Երևանի ավականու անդամ էր ՔՊ խմբակցության կազմում։ Երևանի ավականու նիստին երեք հայտարարեցին, որ Նարեկ Մանուկյանը դիմում է ներկայացրել եւ վայր է դնում նաև ավականու անդամի մանդատը։ Ավականու անդամներից մեզ պատմեցին, որ Մանուկյանը նեղացել է իրեն տնօրենի պաշտոնից հեռացնելու համար եւ որոշել է որևէ կապ չունենալ առհասարակ իշխող քաղպայմանագրի հետ, հրաժարվելով նաև ավականու անդամի լիազորություններից։ Նշենք, որ Մանուկյանն Արսեն Թորոսյանի ընկերն է։ Թորոսյանի նշանակած մի քանի տնօրեն վերջին մեկ ամսում, այդ թվում Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի կախվածությունների ազգային կենտրոնի ու Բարաշենի հոգեբուժարանի տնօրենները հեռացվեցին պաշտոններից։ Վերջին շաբաթներին ՔՊ-ում հակադաշնակցական արշավ են սկսել, պատմությունն են մեկնաբանում իրենց գրագիտության մակարդակով, Հույդային մեղադրում առաջին հանրապետության կորստի ցեղասպանություն ուրանալու եւ այլ մեղքերի մեջ։ Օրեր շարունակ ընթացող արշավի կուլմինացիային ականատես եղանք 3 ԱԺ-ում իշխանական եւ ընդդիմադիր պատգամավորների լեզվակռիվը վերաճեց ծեծկրտուքի։ Ամեն ինչ սկսվեց նրանից, որ նիստը վարող Ալեն Սիմոնյանն իրեն բնորոշ հեգնախառն տոնով սադրեց ընդդիմադիրներին նկատողություն անելով խոսելու համար։ Ասաց, թե հասկանում է, որ իրար մեջ վեճ ունեն եւ հորդորեց լռել։ Դաշնակցականներն արձագանքեցին տեղից, սկսվեց լեզվակռիվ, որից հանկարծ տաքացավ Փաշինյանի խավորի եղբայրը Վահե Ղալումյանը։ Տեղից թռավ եւ հարվածեց Գեգամ Մանուկյանին ու սկսվեց քաշքշուկ։ Իդեպ կռվի ժամանակ, ասում են, Արթուր Հովհաննիսյանն անամոթաբար սեռական հայհոյանքներ է հնչեցրել կանանց ներկայությամբ։ Հույդայում կարծում են, որ իրենց դեմ ՔՊ-ի արշավը թելադրված է Էրդողան-Ալիև տանդեմի կողմից։ Երկու երկրում էլ Հույդան համարում են ռևանշիստական ուժ եւ հայ դատի հիմնական ջատագով, որին երազում են լրացնել։ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդն այսօր նախատեսում է միջոցառում կազմակերպել Ազատության հրապարակում հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ, որից հետո երթ կանեն ու կմիանան Հանրապետության հրապարակից սկիզբ առնող ավանդական ջահերով երթին, որի կազմակերպիչը Հույդայի Երիթևն է։ Տեղեկություններ կան, որ քաղաքական այլ շրջանակներ եւս պատրաստվում են միանալ ջահերով երթին։ Իշխանական կուլիսներում 3 անհանգիստ էին այս միջոցառումներից։ Կասկածներ ունեին, որ դրանք կարող են հակաիշխանական ցույցի վերածվել, թույլ չտալով, որ ապրիլի 24-ի առավոտյան իշխանություն այցելի Ծիծեռնագաբերդի հուշահամալիր։ Իդեպ 2018-ի ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական ներկայացրեց հենց այդ հաշվարկով, որ ապրիլի 24-ին խայտառակ չլինի եւ աշխարհը չտեսնի, որ հայ ժողովուրդը թույլ չի տվել իր պետության ղեկավարին այցելելու զոհերի հուշահամալիր։